Բարև ձեզ Անդրանիկ, շնորհակալ եմ, որ համաձայնեցիք այս զրույցի։ Մի քանի թեմաների հետ կապված կլսենք նաև ձեր գնահատականը եւ այսպես առաջին կունեցել խոսելու նոյեմբերի 9-ի ներողություն, մայիսի 9-ին Նիկոլ Փաշինյանը այդուհանդերձ մեկնեց Մոսկվա, բայց կարծում տեսակ ինչ կարգավիճակում էր այնտեղ եւ արդեն դրանից հետո հաջորդեց նաև իր Ալբանիա այցը, որտեղ հասցրեց ոտքի վրա, այսպես ասենք, Էրդողանի շակերտավոր բարեկամքով մի բաժակ սուրճի հրավիրել Ալիևին։ Այս կադրերը, եթե դուք գնահատեք, ապա ինչպեսի գնահատական կտաք։ Ակնհայտ է, որ եվրոպական պետություններում Նիկոլ Փաշինյանը իրեն ավելի կոմֆորտ եւ ազատ է զգում, քան նույն Ռուսաստանում, որովհետեւ դրանք կան հստակ պատճառներ։ Վերջին տարիների ընթացքում հայ-ռուսական հարաբերությունները բավականին լարված են եւ շարունակում են լարված մնալ։ Հայաստանից անընդհատ, ինչպես Նիկոլ Փաշինյանն, այդպես էլ իր թիմակիցները խոսում են նրա մասին, որ կարող են փոփոխություններ տեղի ունենալ արտաքին քաղաքական վեկտորում, սա նշանակում է, որ Հայաստանը կարող են օրինակ խոսել դրա մասին, որ չեղարկի իր հարաբերությունները Մոսկվայի հետ, մի շարք այլ պետությունների հետ եւ խորացնի իր հարաբերությունները օրինակ Մեծ Բրիտանիայի հետ, Միացյալ Նահանգների եւ մի շարք եվրոպական պետությունների հետ։ Այսինքն սա նշանակում է, որ եթե դիտարկենք այս կադրերը, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր քաղաքականությունը, ըստ որի ինքը խոսում է նրա մասին, որ բալանսավորված քաղաքականություն է վարում, բայց ըստ էության մենք տեսնում ենք, որ սա բալանսավորված քաղաքականություն չի, ստեղ ակնհայտ երևում է, որ Նիկոլ Փաշինյանը փորձ է անում փոխել արտաքին քաղաքական վեկտորը Հայաստանի Հանրապետության, իսկ թե ինչն է պատճառը, որ ինքը մեկնեց Ռուսաստան, ես կարծում եմ, որ հիմնական պատճառը գալիք պարլամենտական ընտրություններն են, որոնք լինելու են հաջորդ տարի, եւ այստեղ Հայաստանում, հատկապես Նիկոլ Փաշինյանի իր թիմակիցները հաշվի են առնում նաև այն հանգամանքը, որ եթե Ուկրաինայում պատերազմը դադարեցվի եւ Միացյալ Նահանգներ Ռուսաստան հարաբերությունները չլինեն այդքան լարված, ինչպիսին են իրենք վերջին տարիներին եղել, ապա Ռուսաստանի դերը Կովկասյան տարածաշրջանում կարող է նորից աճել, իսկ սա նշանակում է, որ Ռուսաստանը նաև կարող է ազդեցություն ունենալ այն իրադարձությունների վրա, որոնք տեղի կունենան հաջորդ տարի Հայաստանի Հանրապետությունում։ Բայց պարզ է, չէ՞, որ նաև Ռուսաստանը այս ամեն ինչին կողքի աչքով չի նայելու, ինքը հետևում է այս process-ներին եւ ամեն դեպքում, ինչպես դուք ասացիք, ուկրաինական ճակատում, երբ որ ամեն ինչ արդեն գնա հարթեցման, ամբողջ ուշադրությունը անդրկովկասի ուղղությամբ է սևեռվելու Ռուսաստանի, ինչից են վախենում այս իշխանությունները։ Դա փաստ է, որ Ռուսաստանը իհարկե իր ուշադրությունը սևեռելու է Կովկասյան տարածաշրջանի վրա եւ հատկապես Հայաստանի վրա իր ուշադրությունը աճեցնելու, որովհետեւ այն իրադարձությունները, որոնք վերջին տարիներին տեղի ունենում Հայաստանում, իրենք հակասում են նաև Ռուսաստանի Դաշնության պետական շահերին այս տարածաշրջանում, սա նշանակում է, որ Ռուսաստանը փորձելու է ավելի ակտիվորեն քաղաքականություն վարել Հայաստանի ուղղությամբ, վերջին շրջանակներում այնտեղ որոշ փոփոխություններ նաև եղան, այսինքն նոր անձ է արդեն հանդես գալիս, որը հիմնականում զբաղվելու է հայ-ռուսական հարաբերություններով եւ Կովկասյան տարածաշրջանով եւ մի շարք այլ պետություններով, այդ թվում նաև Մոլդովայով, սա նշանակում է, որ Ռուսաստանը այն երկրների ուղղությամբ, որոնց ուշադրությունը ինքը վերջին տարիներին կորցրել էր, հատկապես Ուկրաինան պատերազմից հետո, փորձելու է փոփոխություններ իրականացնել այդ գործընթացում, որ վերականգնի իր ազդեցությունը այդ տարածաշրջաններում։ Որքանով իր մոտ դա կհաջողվի, ես չեմ կարող հստակորեն ասել։ Հայաստանում կարծես թե արդեն հստակորեն որոշում է կայացում, եթե հաջորդ տարի այդ ընտրությունների մեր Նիկոլ Փաշինյանի թիմը հաղթի, ես այլևս որևէ կասկած չեմ ունենա, որ ավելի ակտիվորեն պրո-արևմտյան քաղաքականություն կվարեն, բայց այստեղ մենք նաև պետք է դիտարկենք այն հանգամանքը, որ մեր պարագայում ցավոք սրտի պրո-արևմտյան վեկտորը նշանակում է զարգացնել հարաբերությունները եւ խորացնել հարաբերությունները Թուրքիայի հետ, կախվածության մեջ հայտնվել տնտեսական Թուրքիայից, որովհետեւ մեր պարագայում արևմուտքը դա առաջին հերթին Թուրքիան է, ինչպես դա ժամանակին օրինակ տեղի ունեցավ Վրաստանի պարագայում, երբ որ Վրաստանի իշխանությունները Միխայել Սաակաշվիլի ղեկավարությամբ իրենք եւս փորձեցին Ռուսաստանի հետ խզել հարաբերությունները եւ խորացնել հարաբերությունները արևմուտքի հետ, բայց ըստ էության մենք տեսնում ենք եւ հիմա էլ դա հստակ երևում է, որ Վրաստանը խորացրեց իր հարաբերությունները եւ կախվածության մեջ ինչ որ չափով հայտնվեց Թուրքիայից։ Հիմա նույն ճակատագիրը մեզ է սպասում, ոչ մի այլ փոփոխություն չի լինի եւ ինչպես Վրաստանին չհաջողվեց դառնալ Եվրամիության անդամ կամ ՆԱՏՕ անդամ, այդպես էլ այդ նույն ճակատագիրը սպասում է Հայաստանին եւ մենք նույնպես, եթե այդ վեկտորը շարունակենք, եթե այդ քաղաքականությունը շարունակվի, նույնպես պետք է պատրաստ լինենք, որ բավականին ցավալի կարող են կորուստներ ունենալ եւ այդ կորուստները կարող են լինել ինչպես մարգային, այդպես էլ ցավոք սրտի նաեւ տարածքային։ Հատկանշական է, որ մամուլում հրապարակում եղավ, որ Փաշինյանը հանդիպել է Ռիչարդ Մուրի հետ, նախորդ իր հանդիպումը մեզ վրա արժեցավ Արցախի վերջնական կորուստ, հիմա օրինակ ինչ վտանգներ կան, նաև հաշվի առնելով Ալբանիայում այդ կզած այդ վիճակը, այդ ինչի ցուցիչեր, ինչ սպասենք։ Գլխավոր սպասելիքը եւ նրանում է կայանում, որ այդպես կոչած խաղաղության պայմանագիրը, որի մասին այդքան տարիներ շարունակ է 2020 թվականից հետո խոսակցություններ են գնում, ըստ էության համաձայնեցրել են, բայց չեն ստորագրում։ Եվ խնդիրը Ադրբեջանում է, Ադրբեջանը չի ցանկանում ստորագրել այդ պայմանագիրը եւ
Պարզ է, թե ինչն է պատճառը, չնայած Հայաստանի Հանրապետության իշխանությունները չեն խոսում այդ պատճառների մասին, ուղղակի ասում են, որ Ադրբեջանը չի ստորագրում, բայց պատճառները շատ հստակ են։ Ադրբեջանը տեսնում է, որ բացվել է կամ կարող է բացվել ավելի մեծ այդ հնարավորությունների պատուհան, որը իրենց հնարավորություն կտա, որ իրենք ստանան ավելին, քան կարող են ստանալ կամ արդեն իսկ ստացել են, խոսքը գնում է Արցախի ամբողջությամբ օկուպացիայի մասին, մեր հայրենակիցներին զրկելու մասին իրենց հայրենիքում ապրելու այդ էթնիկ զտումները, որ տեղի ունեցան 2023 թվականի սեպտեմբերին Արցախում օկուպացված արդեն եւ Ադրբեջանը փորձում է ավելին ստանալ, իսկ ինչը կարող է Ադրբեջանի բարեկամ կամ այս բարեկամ ավելին լինել, դա առաջին հերթին Զանգեզուրի միջանցքն է, եւ եթե խոսք է գնում Զանգեզուրի միջանցքը, ապա այստեղ մենք նույնպես կարող ենք դիտարկել այդ հանդիպումը, որտեղ եթե տեղի ունեցա, ես հստակ տեղեկատվություն չունեմ, բայց եթե դա տեղի ունեցավ օրինակ Ռիչարդ Մուրի հետ, Մեծ Բրիտանիան ակնհայտ շահագրգռված է, որ այդպես կոչված Զանգեզուրի միջանցքը ինքը անցնի Հայաստանի Հանրապետության տարածքով, ինչն է գլխավոր նպատակը, օրինակ Ադրբեջանի բարեկամ դե հասկանալի է, ինքը փորձում է կապ հաստատել ուղիղ միջանցքային տրամադրությամբ կապ ունենալ Նախիջևանի ինքնավար մարզի հետ կամ ինքնավար հանրապետության հետ եւ նաեւ Թուրքիայի հետ։ Սա ունի իր քաղաքական, ռազմավարական տնտեսական շահ Ադրբեջանի համար, նույնպես Թուրքիան է հետաքրքրված, որ այդպես կոչված այդ Զանգեզուրի միջանցքը կյանքի կոչվի, բայց ինչն է հետաքրքրում Մեծ Բրիտանիան եւ ոչ միայն Մեծ Բրիտանիան, այլ նաեւ մի շարք եվրոպական պետություններ, դա այն է, որ այդ այդպես կոչված Զանգեզուրի միջանցքը ինքը կհավելի այլ ծրագրերը, որոնք նպաստում են նրան, որ թուրքական աշխարհ այդ հասկացողությունը ինքը կյանքի կոչվի ամբողջությամբ, ինչը տալի, ինչ հնարավորություն է տալի թուրքական աշխարհը Մեծ Բրիտանիային կամ մի շարք այլ եվրոպական պետություններին, դա այն է, որ դա թուրքական աշխարհը կարող է օգտագործվել որպես գործիք Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի դեմ։ Այսինքն խոսքը գնում է 3 եվրասիական պետությունների մասին, որոնք այսօր փորձում են մրցակցել Մեծ Բրիտանիա եւ Միացյալ Նահանգների հետ եւ նաեւ որոշ եվրոպական պետությունների հետ, որպեսզի աշխարհակարգը փոխվի եւ դառնա ավելի արդար բոլոր պետությունների համար։ Եվ իհարկե Մեծ Բրիտանիա եւ այն պետությունները, որոնք այսօր վերահսկում են արկա այս process-ները աշխարհում, գլոբալ process-ները, իրենք հետաքրքրված չեն, որ Չինաստանը, Ռուսաստանը եւ Իրանը այնքան ուժեղ լինեն, որ կարողանան փոփոխություններ իրականացնել աշխարհակարգում։ Դրա համար իրենք պետք է գործիքներ տարբեր օգտագործեն, այդ գործիքներից մեկը կարող է լինել թուրքական գործիքը, որովհետեւ ինչպես Ռուսաստանում, այդպես էլ Չինաստանում եւ Իրանում միլիոնավոր ապրում են թուրքալեզու ժողովուրդներ։ Եվ իհարկե, եթե ուժեղանա թուրքական աշխարհը, իրենք փորձելու են թուրքական աշխարհը օգտագործել նաև այդ պետությունների դեմ, որպեսզի այդ թուրքական գործոնը օգտագործել եւ թույլատրել այդ պետությունները։ Հիմա սա մենք պետք է դիտարկենք այս խնդիրը, որ մեզ եթե ամեն ինչ համընկնի այնպես ինչպես ցանկանում են Բաքվում եւ Անկարայում եւ ինչպես իրենց օժանդակում են Լոնդոնից կամ մի շարք այլ մայրաքաղաքներից, ապա կարող են տեղի ունենալ նոր պատերազմ կամ ինքը կարող է լինել կարճատև պատերազմ, երկարատև, դա իր գլխավոր էությունը լինելու է նրանը, որ Ադրբեջանը վերահսկողություն հաստատի, այդպես կոչված Զանգեզուրի միջանցքի վրա կամ ստիպի Հայաստանի Հանրապետության իշխանություններին նոր զիջումների գնալ եւ տրամադրեն այդ միջանցքը։ Նաև ծավալուն հարցազրույցով էր հանդես եկել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով նաև նշել է, որ խաղաղության պայմանագիր չի լինելու է թուղթ Փաշինյանի մասին։ Մի մարդ, որը անփառունակ, այսպես պարտության է տարել երկիրը, անբովանդակ, այս մարդու նպատակը եթե միայն աթոռ պահելն է, ապա բնականաբար ոչ մի խաղաղության մասին խոսք գնալ չի կարող։ Խնդրեմ ես մասով ձեր տեսակետը արտահայտեք։ Անշուշտ մենք դա անպայման ընդգծենք, որ այսօրվա իշխանությունների համար եւ հատկապես Նիկոլ Փաշինյանի համար գլխավոր խնդիրը աթոռ պահելն է։ Սրա մասին մենք բազմիցս ենք խոսել, թե ինչն է հիմնական պատճառը, օրինակ, երբ իշխանության են գալի, ինչ պատճառներ կարող են լինել, որ իշխանությունը պահեն կամ իրենք լինում են հայրենասեր պատճառներ, օրինակ այն մարդիկ, ովքեր լիդերի այդ կարգավիճակը ստանձնել են, իրենք փորձում են ամեն ինչ անել, անգամ զոհաբերելով իրենց կյանքը, որպեսզի պետության անվտանգությունը ապահովեն, բայց Նիկոլ Փաշինյանը նման կերպարների հետ որևէ առնչություն չունի։ Գլխավոր նպատակը հենց նրանում է, որ պահպանի իշխանությունը, որպեսզի իր կյանքը ապահովի եւ գուցե նաեւ այդ կոռուպցիան մեխանիզմներ կան, դրանց մասին տարբեր տեսակի մենք տեղեկություններ ենք ստանում ամեն օր գրեթե եւ այդ կոռուպցիայով զբաղվեն։ Այսինքն ի՞նչն է նպատակը։ Կոռուպցիան շարունակել, հարստանալ պետության հաշվին, մեր ազգի հաշվին եւ ապահովել իրենց անվտանգությունը, իսկ ի՞նչն է պատճառը ապահովելու անվտանգությունը, դա այն է, որ իրենց պատճառով մենք կորցրել ենք Արցախը, իրենց պատճառով մենք ունեցել ենք հազարավոր մարդկանց զոհեր, մարդիկ զոհվել են պատերազմում հենց իրենց պատճառով եւ բազմաթիվ այլ կորուստներ ենք մենք ունեցել եւ իհարկե այդ մարդիկ կարող են փորձել տարբեր տեսակներով, տարբեր ձևերով հասնել նրան, որ այսօրվա իշխանություններին պատժեն եւ գուցե գտնվեն այնպիսի անձնավորություններ, ովքեր չեն ցանկանա բավարարվել միայն օրենքի շրջանակներով եւ այս ամեն ինչից խնամալ Նիկոլ Փաշինյանը փորձում է իշխանությունը պահել որքան հնարավոր է իր ձեռքում, որպեսզի այդ վտանգներից հեռու մնա։ Սա է միակ պատճառը, այսինքն ինքը պետության մասին չի մտածում, մեր ժողովրդի մասին չի մտածում, դրա համար անընդհատ գնում է միակողմանի զիջումների, այդ նույն այդպես կոչած խաղաղության պայմանագրի շրջանակներում մենք տեսանք, որ վերջին շրջանակներում, երբ որ ստորագրվեց այդ փաստաթուղթը, ստորագրվեց, համաձայնեցվեց ավելի ճիշտ այդ փաստաթուղթը, դեռևս չի ստորագրվել եւ
խիստ կասկածում եմ, որ կստորագրվի, բայց երբ որ համաձայնվեց, ապա մենք տեսանք, որ հայկական կողմը գնաց միակողմանի զիջումների եւ շարունակում է գնալ միակողմանի զիջումների, այսօր արդեն հրապարական խոսում է նրա մասին, որ Մինսկի խումբը այլևս պետք չի, պատրաստ են Ադրբեջանի հետ հենց այդ նույն օրը, երբ որ ստորագրվի այդ պայմանագիրը, դիմել Մինսկի խմբին, որպեսզի այլևս այդ կառույցը գոյություն չունենա եւ Արցախի հարցով չզբաղվի, այսինքն Երևանն ու Բաքուն իրար հետ միասին այսօր պատրաստ փակել ամբողջությամբ Արցախյան հիմնահարցը, մինչդեռ մենք ունենք դերևս հնարավորություն, որովհետև ունենք լեգիտիմ կառույց Մինսկի խումբ, որի միջոցով մենք կարող ենք բարձրացնել արցախահայության իրավունքների հարցերը, այդ թվում նաև հայրենիք վերադառնալու հարցը, այդ թվում նաև դեօկուպացիայի հարցը Արցախի, բայց այդ ամեն ինչը չի արվում, ընդհակառակը հայկական կողմը շարունակում է գնալ միակողմանի զիջումների։ Եվ ինչն է պատճառը, որ չի ստորագրվի այդ փաստաթուղթը, ինչպես ասեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ես համաձայն եմ իր հետ այս հարցում, այն ամով չի ստորագրվի, նաև կշարունակեմ այդ միտքը, որ Ադրբեջանը տեսնում են, որ գալիք ընտրություններում Նիկոլ Փաշինյանի համար գլխավոր գործիքը, որ ինքը կարող է օգտագործել մանիպուլացնելով հասարակությանը, դա այդպես կոչված խաղաղության պայմանագիրն է։ Բայց քանի դեռ այդ պայմանագիրը ստորագրված չի, Նիկոլ Փաշինյանը իր ձեռքում ոչինչ չունի։ Դատարկ ձեռքերով ոչ չի գնալու ընտրություններում, ինչ է խոստանալու նորից ժողովրդին, շատ խիստ կասկածում եմ, որ իրեն նորից մեծ թվով հավատացող մարդիկ կգտնվեն։ Դրա համար իրեն պետք է այդ փաստաթուղթը, անկախ նրանից թե ինչ է իր բովանդակության մեջ, փաստաթուղթը, որը ստորագրված է երկու պետությունների ղեկավարների կողմից։ Եթե դա իր մոտ հաջողվի, ինքը կարող է մեծ արդյունքներ ստանալ, նորից փորձի վերընտրվել կամ ինչ-որ այլ կուսակցությունների միջոցով վերընտրվել, ընդհանուր կոալիցիա կազմել, բայց դա կարող է տեղի ունենալ, նորից եմ ասում, միայն այն պարագայում, երբ որ ստորագրված փաստաթուղթ լինի։ Ադրբեջանում սա տեսնում են, հասկանում են։ Դրա համար Ադրբեջանում չեն շտապում ստորագրել այդ փաստաթուղթը։ Նախ սպասում են այն պատուհանի բացման պահը, որի մասին քիչ առաջ ես խոսեցի, որ հնարավորություններ բացվեն իրենց համար։ Երկրորդը ունեն դեռևս 1-1.5 տարի մինչև ընտրություններ, եւ այդ 1.5 տարին փորձելու են հնարավորինս օգտագործել, որպեսզի Հայաստանի Հանրապետության իշխանություններին, հանձինս Նիկոլ Փաշինյանին, դրդել նոր զիջումների, տարբեր հարցերում դրդել այդ նոր զիջումների, որպեսզի խոստանան դրանից հետո նոր ստորագրել փաստաթուղթը։ Որ ձեր խոսքում անդրադարձակ նաև իրենց կոռուպցիային, տեսնում եք այս օրերին իրենք ինչպես են այդ կոռուպցիան նորից փորձում են նախկիների թալան, որը այլևս չի ստացվում, որով կերակրել այսպես հասարակությանը, եւ իրենք բավականին ջղազրկվել են հենց այդ կոռուպցիայի թեմայով, եւ արդեն նշակետին ես խոսում իրենց կոռուպցիան, Աննա Հակոբյանի մասին ես խոսում, իրենք տեսնում եք ազգային ժողովում ինչ խանգարումների մեջ են ընկնում, եւ նաև Աննա Հակոբյանն է այլևս հրապարակայնորեն իրենք քննադատողներին անվանում ոչի, տգետ, տխմար եւ այսպես ամուսինը համբալ է ասում, ինքն էլ ոչիրը ու տգետ տխմար է ասում։ Խնդրեմ։ Դե եթե նկատել եք, իրենք ամբողջ թմով են այդպեսին, այնտեղ ոմանք մարկանց փողոցում բռնում են, թքում են երեսներին, ոմանց ծնողները տարբեր տեսակի ժեստեր են ցույց տալի, անընդունելի քարոզչությամբ են զբաղվում հակաարցախյան մեր հայրենակիցների նկատմամբ քարոզչություն են իրականացնում, այն նույն քարոզչությունը, որը մենք տասնյակ տարիներ տեսել ենք, որը հնչել է Բաքվից եւ Անկարայից, հակահայկական, հակապետական այդ խոսքերը, որ իրենք հնչեցնում են, արդեն խոսում են, փորձում են արդարացնել նաև նացիզմը, ֆաշիզմը, հասկանում եք, իրենց ամբողջ թիմն է այդպեսին։ Մենք գործ ունենք իսկապես մի թիմի հետ, որը սպառնալիք եւ վտանգ է ներկայացնում հայկական պետականությանը։ Սա պետք է դիտարկեն մեր հայրենակիցները, սա պետք է հասկանան մեր հայրենակիցները։ Իրենք չեն բավարարվում միայն այդ կոռուպցիայի հարցերով։ Եթե խոսում են այդքան նախկինների կոռուպցիայից, խնդրեմ 7 տարի իշխանության է գտնվում։ Այն որ հատիկ վերադարձնում եք, հատիկ մեկը տեսնում եք, մեկի մեքենա, մեկի չգիտեմ ինչ որ փոքրիկ սենյակ, մեկի ինչ որ հողի կտոր, բայց այդքան միլիարդների մասին եք խոսում, տասնյակ տարիներ։ Բայց հիմա իշխանությանը արդեն 7 տարի գտնվում եք։ 7 տարվա ընթացքում միթե չեք կարողացել վերադարձնել այդ ամբողջ թալանը, այդ միլիարդների թալանը, որի մասին անդադ խոսում եք։ Որովհետև միֆ է եղել այդ ամեն ինչը, մարդկանց տարիներ շարունակ իրենք ուղղակի խաբել են, մոլորության մեջ են գցել, զրպատել են որոշ քաղաքական գործիչներին, եւ հիմա գտնվելով իշխանության ղեկին ոչինչ չեն կարողանում անել։ Ոչ մի Ավելին ինչ երանդով իրենք են այլևս թալանում եւ խոսում է իրենց թալանի մասին։ Հակառակ process-ն ենք մենք տեսնում, այսինքն այն ամեն ինչի մասին իրենք ժամանակին խոսում էին, հրապարակումներ էին անում, սա իրենց մասին էր, բարձվում է։ Իրենք են այսօր այդ ամեն ինչով զբաղվում, համենայն դեպս տարբեր տեսակի տեղեկատվություններ ենք մենք տեսնում մամլում, մեկը մի քանի տասնյակ միլիոն է թալանել, մյուսը նոր տներ է առնում, մյուսը մեքենաներ է առնում, մյուսը բանկի հաշիվներ ունի տարբեր երկրներում։ Այսինքն այս մարդիկ գտնվելով իշխանությանը ոչ միայն նպաստել են նրանք, որ մենք կորցրել ենք մեր հայրենիքի մի մասը, Արցախի հանրապետությունը, ունեցել ենք հազարավոր մարդկանց կորուստներ, հատկապես երիտասարդների կորուստներ, նպաստել են նրան, որ տասնյակ հազարավոր մարդիկ այսօր լքում են Հայաստանի Հանրապետությունը, չտեսնելով իրենց ապագան Հայաստանում, եւ այս ամեն ինչից հետո իրենք նաեւ շարունակում են կոռուպցիայով զբաղվել, վերջը այս ամեն ինչը բերելու է նրան, որ մեր պետականությունը ուղղակի վտանգի տակ է կանգնելու, արդեն իսկ կանգնած է, բայց իրենց նպատակը գուցե այդ քամել միջև վերջ, էլի, որ պետությունն էլ անգամ հասցնելով այդ իրավիճակի, որ արդեն կորուստի է կանգնում, իրենք փորձում են ամեն ինչ քամել, գուցե իրենք նպատակներ հետագայում ունեն, ես չեմ կասկածում, որ փախչելու են ուղղակի Հայաստանից։
եւ փորձում են այդ этаպում ամեն ինչ ստանան Հայաստանից փախչնել։ Ամեն այդ հարստությունը, որ պետականությունը մեր ունի, մեր ժողովրդի հաշվին իրենք հարստանան եւ ուղղակի վայելեն իրենց կյանքը հետագայում։ Ինչու է այս կինը այլևս հրապարակայնորեն ինքը գրել է ժամանակին այսպես անձնական նեղմիջավայրում էի ասում, հիմա հրապարակայնորեն ասենք վիրավորում նույն Տաթև Արցախցուն, ով եղբայր է կորցրել պատերազմում, ով հայրենիք է կորցրել, տուն, տեղ, ամեն ինչ, եւ մյուսներին իհարկե նաեւ ոչիլ, չգիտեմ, նման տերմինոլոգիա։ Ես ուղղակի կոչ եմ անում բոլոր այդ մարդկանց, ում նկատմամբ նմանատիպ խոսքեր են հնչել, անպայման դատի տան, անպայման, եւ եթե անգամ Հայաստանում արդարության իրենք չհասնեն, ընդհանուր միջև եվրոպական դատարան հասնեն եւ այս մարդկանց ուղղակի անպայման պատժի ենթարկել, որովհետեւ դա անընդունելի է։ Անընդունելի է նախ, երբ որ հասարակ քաղաքացիներն են իրենց թույլ տալի նմանատիպ խոսքեր, բայց այս պարագայում մենք գործ ունենք պետական գործիչների հետ, պետական գործիչների ընտանիքի անդամների հետ։ Իհարկե իրենք ընդհանրապես իրավունք նման չունեն, որովհետև իրենց ձեռքում նաև գտնվում են տեղեկատվական ռեսուրսները եւ իրենց խոսքերը, որ իրենք հնչեցնում են, այդ ատելության խոսքերը, այդ զրպարտանքները, այդ հայոյանքները քաղաքացիների ուղղությամբ, սա նաև տարածվում է, չէ՞, մամուլով, այդ ռեսուրսների միջոցով տարածվում է։ Սա նպաստում է նրան, որ մեր հանրության մեջ այդպիսի կարծիքներ են առաջանում, այդպիսի ատելություն է դրսևորվում, բա հենց այդ մարդիկ չէին խոսում այդ դասընթացների մասին, կրթելը նորաձև է, կրթելը ո՞րն է, սա է իրենց կրթելը, այսպես են իրենք կրթում, այդ տարբեր տեսակի ժեստերով, խոսքերով, հայոյանքներով, մարդկանց ծեծելով, թքելով մարդկանց վրա, սա այսպիսի Համբալու կրթություն ոչիլ անվանելով։ անընդունելի է սա մեր հասարակության համար, սա անընդունելի է մեր պետականության համար եւ այդպիսի անձնավորություններ չպետք է գտնվեն նախ իշխանության ղեկին եւ պետք է հայտնվեն այն վայրերում, որտեղ շատ վաղուց իրենց սպասում են։ Եվ արդեն հայտնի է մայիսի 21-ին սպասվում է Լավրովի այցը Հայաստան, այսօր երեկոյան 18:00-ին սպասվում է Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը։ Ինչ զարգացումներ սպասենք, եւ քանի որ դուք այդ խոսքում ասացիք, որ հիմա հիմնական մեխը Զանգեզուրի միջանցքն է, այստեղ բնականաբար կարևորագույն խաղացողները Ռուսաստանն ու Իրանն են, իրենք ինչ դիրքորոշում կարտահայտեն։ Այստեղ նաև շատ կարևոր է թե ինչպես կվերջանան այդ բանակցային գործընթացը Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ, որովհետեւ ես համոզված եմ, որ շատ դեպքում Ադրբեջանում հենց սպասում են այդ բանակցությունների ավարտին, փորձելով հասկանալ թե ինչպես կավարտվեն, օրինակ եթե ավարտվեն այնպես, որ կողմերը համաձայնությանը չգան, սա կնշանակի, որ գուցե Միացյալ Նահանգները Իսրայելի հետ միասին եւ մի շարք արաբական պետությունների հետ միասին բարձրացնեն ճնշումը Իրանի նկատմամբ, ընդհանուր միջև ռմբակոծությանը ենթարկեն այդ պետությունը, սա բավականին վատ սցենար կարող է լինել Հայաստանի համար, որովհետև անմիջապես այս իրադարձություններից կփորձի օգտվել Ադրբեջանը եւ ընդհանուր միջև կարող է ռազմական գործողություններ սկսել Հայաստանի ուղղությամբ, իսկ պատճառը իրենք միշտ կգտնեն, ինչպես 2020 թվականին գտան, 2023 թվականին միջ այդ իրենք անընդհատ պատճառներ տարբեր գտնում են, այսինքն իրենք իսկ կսադրեն, մեկը կգցեն հայերի վրա եւ կփորձեն այդպես պատերազմ սկսել։ Դրա համար մեզ համար շատ կարեւոր է, որ Իրան, Միացյալ Նահանգներ բանակցային գործընթացը ինքը նախ շարունակվի, երկրորդը դրական արդյունք ունենա կողմերի համար, որպեսզի կողմերից ոչ մեկ չցանկանա ինչ-որ վնաս հասցնել մյուսին եւ մեզ համար սա միայն դրական հնարավորություն, դրական սցենար կլինի եւ հնարավորություններ կտա, որ անվտանգության տեսանկյունից մենք մի փոքր ապահովված լինենք, անվտանգ լինենք։ Իսկ ինչ վերաբերվում է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Լավրովի այցին Հայաստանի Հանրապետության, ճիշտ ասած նոր եմ ծանոթանում այդ տեղեկատվության հետ, գիտեի որ սպասում է այցը, բայց իմ տեղեկություններով ինքը պետք է ունենար հունիսին, բայց եթե վաղն է լինելու ճիշտ եմ համարում սպասենք, տեսնենք ինչ բանակցային գործընթաց կլինի, նոր դրանից հետո արդեն կքննարկենք։ Շնորհակալություն, որ համաձայնեցիք այս զրույցին։ Ես եմ շնորհակալ։